Ողջույն, Բուն TV-ի փոդքասթային տաղավարում է արհեստական ննդեմ բանականի փոդքասթը։ Ձեզ հետ է Անուշիկ Գևորգյանը։ Այս փոդքասթի շրջանակում քննարկում ենք արհեստական բանականությունն ու նրա զարգացումները, ինչպես նաև ազդեցությունը այլ ոլորտների վրա։ Այսօր խոսելու ենք արհեստական բանականության եւ մարքեթինգի մասին։ Այս թեմայի շուրջ զրուցելու ենք Smartology ընկերության հիմնադիր Արտակ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, կհիշեք առաջին անգամ երբ եք օգտագործել արհեստական բանականության որևէ գործիք ու այդ ժամանակ երբ օգտագործում եք, կպատկերացնեիք, որ արհեստական բանականությունը սենց փոխելու է մեր աշխարհը։ Մինչև հարցի բուն իմաստին անցնելը մի հատ հետաքրքիր բան, եկեք բնորոշենք ինչ է նշանակում արհեստական բանականություն, որովհետև եթե արհեստական բանականություն ի նկատի ունենք մեծ ծավալներով տվյալների մշակումը եւ այդ տվյալների հիման վրա նոր կորելյացիաների բացահայտումը, որը որ ըստ երևույթին հենց ընկած են այդ machine learning-ի հիմքում, դա շուտվանից օգտագործվում է այդ big data հասկացությունը, որը որ օրինակ 2020-ականներից շատ ակտիվ օգտագործվում է տարբեր մարքեթինգային գործիքներում, հատկապես հետազոտական գործիքներում, հատկապես տվյալների վերլուծության աշխարհում, հա։ Իսկ մեր պատկերացրած արհեստական բանականությունը, որը որ նշում ենք, որի սենց ասած լիազոր ներկայացուցիչը ChatGPT-ն է, ըստ էության ինքը տվյալների վերլուծությունն է, մեծ ծավալներով տվյալների վերլուծությունն է, այդ գիտելիքների բազայի շտեմարանի ունենալը եւ շատ արագ որոշակի հղումների միջոցով եւ որոշակի լուծումների միջոցով այդտեղից ինֆորմացիան հանելն է։ Այսինքն, որովհետեւ արհեստական բանականությունը եթե մի քիչ շատ ավելի լեզվական մոդելների մեջ խորանում ենք, ըստ էության նոր բան չի հորինում։ Ինքը հին եղած բաները remake-ը անում, վերաձևավորում է, վերաձևակերպում է, համադրում է, գտնում է կորելյացիաներ եւ այդ կորելյացիաների համադրության արդյունքում տալիս է արդյունք, որը հնարավոր է այլ իրավիճակներում, այլ մարդկանց մոտ ծնված լինի, բայց մենք դրանից զարմանում ենք, որովհետեւ մեր մտքում, մեր պատկերացումներում այդ ինֆորմացիան չի եղել։ Մենք ասում ենք վաու արհեստական բանականություն։ Այդ տեսանկյունից ես ասում եք վաու արհեստական բանականություն դուք։ Ну ամեն դեպքում մարդիկ, ովքեր որ հենց ChatGPT-ի հետ են շփվում, հատկապես այնպիսի գործիքներում, որոնք որ կան, չէ, տենց ժամանակաժամանակ թրենդեր ա լինում, օրինակ ChatGPT-ը այսքան ժամանակ գիտես նկարագրիր ինձ, տենց ինչ որ սենց հետաքրքիր բաներ են լինում, եւ ասում եմ, վայ, մեկը մեկին ասեց ինչ ասում։ Այդ ուղղությունը հենց գալիս է նրանից, որ այո մենք պատկերացնում ենք, ինքը շատ նման է, օրինակ ասենք բաներով սուրճով գուշակությունների, որովհետև ընդհանուր բաներ է ասվում, որոնք որ վերցնում ենք եւ ասայն ենք անում, վերցնում ենք մեր վրա։ Այդ տեսանկյունից ունի հիշողություն։ Շատերը մոռանում են ընդհանրապես դրա մասին։ Ստեղ հենց այդ ենթատեքստով, որ օրինակ ասենք արհեստական բանականությունը ինքը այդ հին եղած բովանդակության վերավորակումն է եւ որոշակի էլ եմ ասում համադրությունների արդյունքում նոր տվյալների արտածումը, այդ տեսանկյունից երևի շատ ավելի շուտվանից, որովհետեւ 2016 թվականից օրինակ դրանից առաջ էլ գոյություն ունեին օրինակ մեծ տվյալների օգտագործման օրինակ հետազոտական, որը որ սոցիոլոգիայի մեջ է օգտագործվում, SPSS ծրագիր գոյություն ունի եւ այլն, որը որ հետազոտական տվյալներ է եւ որոշակի կորելյացիաների բացահայտում է։ Բայց դե պարզ է։ Այդ ժամանակ արհեստական բանականություն անում չէին տալիս այդ։ Այդ ժամանակ արհեստական բանականություն ասելով մենք պատկերացնում էինք այն սուդնի ջենը, այո, Տերմինատորի սուդնի ջենը, թե ինչ է տեղի ունենում կամ տենց ինչ որ ապոկալիպտիկ ֆիլմեր, բայց ըստ էության, ասենց ասեմ, եթե անընդհատ աշխատանքի մեջ օգտագործում ենք եւ անընդհատ թրենդի մեջ ենք եւ անընդհատ հետեւում ենք տեխնոլոգիական նորություններին, իսկ ես երևի 2014 թվականից հենց այդ տեխնոլոգիական նորությունների եւ
on-line աշխարհի նորություններին շատ ակտիվ հետևում եմ, մասնակցում եմ, տենց չեմ էլ զգացել, որտեվ օրինակ հենց ChatGPT-ին հրապարակվեց, այդ ժամանակ առաջի early adopter-ներից էի, վաղ օգտագործողներից էի, նույնիսկ եթե չեմ սխալվում, արդեն 3-րդ տարին է, այս ամսական այդ $20 վճարում եմ, տենց, այսինքն որպես այդպիսին գործիքը շատ շուտվանից օգտագործում եմ ու իր հետ առնչությունը իմ համար տենց ինչ որ բան չի եղել, էլի բեկումնային չի եղել, հա, բեկումնային չի եղել, որովհետև ինքը պատմականորեն որ գալիս է, հասունանում է ու արդեն քո համար սովորական է դառնում օգտագործելը։ Առավել եւս, երբ որ դուք նշեցիք, որ 14 թվականից այս ոլորտի ոնց որ նորություններով հետաքրքրվում եք, միանշանակ ձեզ համար այս վաու չէր լինելու, տենց բեկումնային չէր լինելու, էլի։ Հիմա որ գործիքն եք ամենահաճախ օգտագործում որպես մարքետոլոգ, բայց որպես մարքետոլոգ իրականում մի քանի գործիքների համադրություն եմ օգտագործում, բայց ավելի շատ օգտագործում եմ խոսակցական մոդելները։ Հիմա օգտագործում եմ օրինակ Google-ի Gemini, օրինակ Notebook ML-ը, որպես սենց ասած հենց notebook, այսինքն դատաների պահելու, մշակելու, իրանց հետ ինչ-որ աշխատանք տանելու, ինչ-որ նոր մոդելի AI արտացելու, օրինակ բովանդակություններ կան, գրքեր կան, որոնք որ ես շատ արագ կարդում եմ, շատ հետաքրքիր կերպով, հեսա բացատրեմ, օրինակ 4-5 հատ PDF, որը որ խորը տենց վերլուծական PDF-ներ են, գրքեր են, ասենք 200 էջանոց, տալիս եմ Gemini-ին, Notebook ML-ին, ասում եմ վերլուծի ես գրքերը ու իրանցից ինձ քաղված քանի, օրինակ 10 էջի շրջանակներում։ Հետո այդ 10 էջի շրջանակներում տղված քաղվածքը ասում եմ դարձրա audio podcast, audio դարոշկա, հետո այդ audio դարոշկեն ներբեռնում եմ հեռախոսից մեջ եւ մեքենայով տուն գնալիս, օրինակ միացնում եմ կամ մեքենայի մեջ միացնում եմ եւ լսում եմ։ Այսինքն ինձ պետք չէ այդ գրքերը կարդեմ, սա արդեն իր քաղվածքը են յուղոտ կտորները արդեն վերլուծած ես լսում եմ եւ եթե լրացուցիչ ինչ որ մշակման կամ ինչ որ հարցեր է առաջանում, ես հետ եմ գալիս կոնկրետ այդ նոթբուք եւ արդեն սկսում եմ հարց ու պատասխանող իմ համար վերհանել օրինակ այդ տեղերը, այդ կետերը։ Հա, ինքը այսինքն կրճատում է, summarize անում, բայց այս դեպքում ոնց հասկանաք, որ տվյալ AI գործիքը կարողացել է այն տարբերակով ոնց որ կրճատել, որ պահպանի բովանդակային բոլոր կետերը կամ կարևոր դետալները, որովհետև ես դետալներին շատ եմ ուշադրություն դարձնում, դետալները շատ կարևոր են։ Իդեալական հարց եք տալիս, որովհետև հենց այդ հարցի տակ էլ թաքնված է ընդհանրապես AI-ի օգտագործման ենթատեքստը, որովհետև ըստ էության շատ կարևոր է AI տված ցանկացած լուծմանը կամ այդ գործիքների տված ցանկացած լուծմանը, հատկապես եթե վերաբերվում է օրինակ ասենք վերլուծական եւ այդ իմասած կորելյացիաների բացահայտմանը, ամեն դեպքում մոտենալ քննադատական մտածողությամբ, շատ խորը քննադատական մտածողությամբ, ինչի համար, որովհետև ըստ էության որոշակի գիտելիք, փորձ, էքսպերտություն է պետք, որպեսզի օրինակ ասենք հասկանանք, թե AI-ի տված տվյալ գործիքը ճիշտ է թե սխալ։ Գնահատենք իր ճշմարտության աստիճանը, տոկոսայնությունը եւ ընդհակառակը սխալը կամ սենց ասած գլուկերը, որովհետեւ շատ հաճախ նույն AI-ը ինքը որոշակի բաներ ստեղծում է, հորինում է։ Ոնց է դա տեղի ունենում, իրականում մոդելը շատ պարզ է, ինքը գնում է ողջ համաշխարհային հասանելի իրեն հասանելի գրադարաններից ինֆորմացիան վերցնում է եւ այդ ինֆորմացիան վերլուծում է։ Բայց եթե համաշխարհային գրադարաններում արդի ինֆորմացիա չկա կամ ինչ-որ ինֆորմացիա փակ է կամ քիչ է, այդ ժամանակ ինքը արհեստականորեն ստեղծում է, օրինակ ասենք կա, չէ, որ ինչ-որ գրաֆիկա եւ կետագծերով շարունակվում է։ Այդտենց մոտավորապես նման կերպով ինքը ստեղծում է, հետո ինքը իր ստեղծածը վերցնում է որպես գիտելիք, որպես ինֆորմացիա, որպես փորձ ու դրա հիման վրա արդեն պատասխան է տալիս որպես ճշմարտություն։ Ու եթե մենք քննադատական մտածողություն չունենանք դրա նկատմամբ, համապատասխանաբար մենք դա նույնպես ընդունելու ենք որպես ճշմարտություն։ Ու ասենց ասեմ, ոնց է ինձ օգնում օրինակ այդ նույն գիրք կարդալը կամ ինֆորմացիայի վերլուծությունը։ Նախ ամենաառաջինը ես չեմ բավարարվում այդ մի հատ summarize-ով, ես փորձում եմ հասկանալ իր հնարավոր ասպեկտները, իր
իր կիրառությունը, իր այլընտրանքային տրակտացիաները, այսինքն Բայց դուք ունեք background, դրա հիման վրա եք եկել այս ամեն ինչին։ Հիմա շատ դպրոցականներ են օգտագործում արհեստական բանականություն, ու ես գիտեմ լիքը դեպքեր, որ ոչ միայն դպրոցականներ, նաև ուսանողներ, մագիստրոսական կրթության ուսանողներ, որ վերցնում են նույն ChatGPT, Claude-ի կամ չգիտեմ, որևէ այլ մեծ լեզվական մոդելի տված ինֆորմացիան ու այդ ոնց որ հալած յուղի տեղ, շատ հայերեն ասած, վերցնում են այդ ամեն ինչը օգտագործում են։ Ինչ պետք է անենք։ Հա, այս դեպքում ինչ պետք է անենք։ Իրականում այստեղ հենց առաջ է գալիս ինստիտուցիոնալ կրթական կրթության կարևորության եւ նշանակության բարձրացումը ու այդ տեսանկյունից այդ սենց ասած կարճ արագ գիտելիքները իրանք շատ արագ այդ նույն մեր Instagram-ի կամ TikTok-ի timeline-ի թերթելու այդ բթի շարժման արագությամբ ինքը նաև վերանում է մեր տեսադաշտից։ Դրա համար ինստիտուցիոնալ գիտելիքը կամ օրինակ այդ նույն 5 տարվա կրթությունը իր դերն ու նշանակությունը շատ էապես ավելի կբարձրանա նաև ապագայում։ Ոնց կարելի է դրանից խուսափել, անկեղծ դրա պատասխանը այս պահին դժվար եմ գտնել։ Այդ հարցնում եմ, որովհետև գիտեմ, որ դուք ինքներդ էլ դասավանդում եք։ Այո, ես ավելին ասեմ, ես նույն ChatGPT-ով, GPS մոդել եմ սարքել, որը կոչվում է targeting-ի մասնագետ, կարող եք փորձարկել, իդեպ հեսա որ եթերից վրձնի, նաև ցույց կտամ։ Իրան ինչ եմ արել, մոտ 1 շաբաթ 10 օր ես աշխատել եմ իր հետ ու այդ լեզվական մոդելին մոտավորապես հենց եմ արել, ասել եմ տուր ինձ 200 հարց, որոնք որ բնորոշելու են օրինակ business միջավայրը, business environment-ը, ես այդ հարցերին պատասխանեմ մի սահմանափակմամբ։ Իմ պատասխանները չպետք է լինեն ավելի կարճ, քան 3000 նիշը։ 3000 նիշը 2-3 էջնա, այսինքն ես ամեն հարցին այդքան երկար եւ մանրամասն պատասխանել եմ 200 հարց։ Դրան ավելացրել եմ նաեւ իմ աշխատած օրինակ Meta-ի կամ Google-ի գովազդի կաբինետների targeting-ի տվյալները, որոնք որ ներբեռնել եմ եւ սովորական CSV ֆայլով upload եմ արել, ավելացրել եմ դրան եւ կոնկրետ տվել եմ օրինակ հանձնարարություններ եւ սահմանափակումներ, օրինակ որտեղից օգտվի եւ որտեղից չօգտվի եւ շատ մանրամասն եք բացատրել։ Այդ եմ ասում եւ դրա միջոցով օրինակ հիմա շատ մեծ հավանականությամբ օրինակ եթե ցանկացած բիզնես նկարագրում եք, ցանկացած բիզնես ինքը նկարագրում է թիրախային լսարանը, իր ցավացող կետերը, իր ռոլ մոդելները, թե ովքեր են այդ բիզնեսից հիմնական օգտվողները, իրանց օրինակ, չգիտեմ, տնային տնտեսուհիներ են, թե բիզնեսների սեփականատեր են եւ այլն եւ ամենակարևորը ամենավերջում ավելացրել եմ disclaimer, որ այս բացարձակ ճշմարտություն չի, այս հիպոթեզա, որը ստեղծվել է օրինակ նույն իմ experience-ի, իմ փորձառության, իմ նաև մասնագիտական գիտելիքների եւ հմտության հիման վրա, բայց ինքը կարիք ունի որպես հիպոթեզի փորձարկման։ Իրան չպետք է վերցնենք որպես բացարձակ ճշմարտություն։ Դե իրականում բոլոր AI մոդելները ներքևում տենց շատ մանր շրիֆտով գրվում է իրականում։ Չէ, բայց ի նկատի ունեմ ստեղ հենց այդ խնդիրն է, որ օրինակ նույն Facebook գրանցվելուց այդ 40 էջ դեկլարացիան ոչ մեկ չի կարդում։ Հա, ոչ մեկը կամ ընդհանրապես նոր գործիքվում մեր բաները, մեր տվյալները իրանց Meta AI համակարգը ոնց որ ուսուցանելու համար է օգտագործվում։ Այո, բայց Չեմ ասում, որ լիքը բաներ վաճառվում է, օրինակ Netflix-ին։ Չի վաճառվում։ Հա, այդ հիշեցի, այդ բանը դասեցի։ Բայց ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձնում, մարդիկ նույնիսկ չգիտեն այլ երևի շատ հաճախ։ Դե սենց ասեմ, իրականում դա մեզ պետք էլ չի որ իմանանք, որտեվ դա ավելորդ ծանրաբեռնում է։ Խնդիրն այն է, որ պետքա այն մարդիկ, ովքեր որ ի պաշտոն է եւ իրենց սենց ասած հասարակության մեջ իրանց ռոլից, իրանց դիրքից ելնելով իրանց պատասխանատվությունների եւ աշխատանքի շրջանակներում ունեն որոշակի պատասխանատվություն դրա մասին տեղեկացնելու։
այն մարդկանց, ովքեր որ առնչվում են։ Ես մի հատ փոքր օրինակ բերեմ, նույն էլի մարքեթինգի մեջ շատ ասենց մարքեթինգի ռավիրան Ֆիլիպ Կոտլերը ինքը մինչև 2017-18 թվականը իր ֆունդամենտալ մարքեթինգի հետ հայտնի գիրքը ամեն տարի վերահրապարակում էր որոշակի գլուխներ ավելացնելով 18 թվականից հետո ինքը սկսեց ոչ թե գիրքը վերահրապարակել, այլ հավելյալ ասենց ֆրեյմվորքեր ավելացնել եւ այդտեղից մարքեթինգ 4.0-ն, 5.0-ն եւ հիմա արդեն 6.0 մոդելն է։ Իսկ 6.0 մոդելի հիմնական էությունը կայանում է նրանում, որ AI դարում եւ immersive marketing-ի դարում շատ հետաքրքիր բան կա, որը դրած է հենց մարքետոլոգի վրա։ Դա մարքետոլոգի բարձր մասնագիտական պատասխանատվությունն է։ Այսինքն նաև ինչ որ կտոր կա, որը որ տեխնիկական եւ գործիքակազմի դաշտից նաև թողած է մարդկանց բանական պատասխանատվության վրա, ոչ թե թողած է օրինակ ասենք սահմանափակումների կամ օրենքների վրա, որովհետեւ օրենքներով ըստ էության սահմանափակում չկա, կարող ես անել այն ինչ որ չի արգելվում, բայց արդյոք դա ճիշտ է անել եւ արդյոք դա պետք է անել, արդյոք դա երկարաժամկետում կարելի է օգտագործել։ Դե այստեղ էթիկայի մասին չենք արդեն խոսում։ Այո, հենց այդ եմ ասում, որ այստեղ էթիկայից մի քիչ ավելի վերև, որովհետեւ էթիկան ինքը ըստ էության գրված եւ չգրված օրենքներն է։ Իսկ այս նոր մասնագիտական որակների նկարագրությունը իր մեջ ներառում է էթիկան եւ իրանց կիրառման ուղղությունները, որովհետեւ մենք կարող ենք օրինակ ասենք էթիկայի շրջանակներում ոչ մեկ ոչ մի վատ բան չի ասում, չէ՞։ Մի հատ անեկդոտ հիշեցի։ Մի քիչ ինքը տենց ժողովրդական ազգային է, բայց Վարդանիկին ծնող են կանչում դպրոցում, գալիս է ծնողը, ասում է ինչ ա եղել, ընկեր Մարկոն բարկացած, բա գիտեք ձեր տղան ողջ դասարանի առաջ կանգնել է ասել է, որ Ռիտա Գուրգենովնան փչացած է։ Հիմա պետք է ինքը կանգնի ու 3 անգամ ասի ներողություն, 3 անգամ կրկնի, որ Ռիտա Գուրգենովնան փչացած չի եւ վերջում ասի ներողություն։ Ծնողը դե ասում է դե շանլագո դարի արա, ինչ որ ասում են, գալիս է կանգնում է Վարդանիկը դասարանի առաջ, ասում է Ռիտա Գուրգենովնան փչացած չի։ Ռիտա Գուրգենովնան փչացած չի։ Ռիտա Գուրգենովնան փչացած չի, դե կներեք էլի։ Փաստացի 3 անգամ ինքը ասեց այն ինչը որ պետք է ասեր եւ վերջում ներողություն խնդրեց։ Արդյոք ինքը լուծել է իր առաջ դրած հարցը, որ տեսանկյունից ենք նայում։ Հենց սրա մեջ է կայանում այդ իմ ասած բանի էթիկայից վերևը։ Ինքը այսինքն ամեն մարքետոլոգ օրինակ ինքը պետքա որոշի, էս պետքա սենց արվի, թե նենց արվի։ Այո, շատ Եվ ոչ միայն մարքետոլոգները, ոչ միայն մարքետոլոգները, հենց այն մարդիկ են մասնագետները, հիմա որովհետև մարքետոլոգ ասելով, տենց մենք մի քիչ ավելի խորը բան ենք փորձում պատկերացնել, որտեվ նախկինում մարքեթինգը ինքը ավելի կրեատիվ էր, հիմա մարքեթինգը ինքը կրեատիվի, հոգեբանության եւ մաթեմի ընդհանուր մի հատ խառնուրդ է դարձել, որտեվ պետքա հասկանանք նախ ժամանակակից մարքեթինգը ինքը ուղիղ կախված է վարքագծայինից, իսկ վարքագիծը ուղիղ կախված է մարդկանց արխետիպերից, մարդկանց տարբեր հոգեբանական իրավիճակներից, մարդկանց տարբեր հոգեբանական պատկերների արձագանքումից, որովհետև տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում արտաքին ազդակներին, իսկ այդ ուղիղ կախված է այդ մարդու հոգեբանական պատկերի հետ, հա։ Այսինքն մարքետոլոգը այդ պետք է հասկանա։ Մարքետոլոգը շատ հստակ պետք է կարողանա հաշվել, չափել իր աշխատանքի արդյունքը։ Իրականում ժամանակակից մարքեթինգում գրեթե ամեն ինչ հնարավոր է չափել, նույնիսկ այդ հոգեբանական վերլուծությունը, որտեղ նեյրոմարքեթինգ ուղղվածություն կա, չէ, օրինակ ասենք ուղեղի գրգռվածության տարբեր իրավիճակներ, որը որ նաև AI տեխնոլոգիաներով, AI tool-երով հնարավոր է մոդելավորել եւ նաև ստանալ պատկերներ, ոչ թե մենակ իմպուլսներ, այլ նաև պատկերներ, նաև թվեր, եւ ամենակարևորը դրա հետ մեկտեղ մարքետոլոգը պետքա մի քիչ կրեատիվություն ունենա, որպեսզի կարողանա գոնե սահմանայինին մոտ, հա, որովհետև իսկ կրեատիվությունը ինքը
փորձի գիտելիքների հմտության համադրության արդյունքում, որտեղ կրեատիվությունն էլ է զարգացվում, կրեատիվությամբ ոչ մեկ չի ծնվում։ Այդ իմ համոզմունքն է եւ իմ փորձառությունը եւ այդ գալիս է օրինակ շատ աշխարհայացք մեծացնելուց, օրինակ Թոմ Սոյերի արկածների պետքա կարդաս, որ իմանաս թե ոնց կարող են օրինակ ասենք երիտասարդ երեխաները թինեյջերները օրինակ հարց լուծել կամ չգիտեմ պետքա մարդկանց աշխարհայացքը մեծ լինի, շատ բան տեսնան, որ իրանք կարողանան կրեատիվության մասին պատկերացում կազմեն։ Հակառակ դեպքում մարդիկ չեն ծնվում կրեատիվ ըստ ոչ տենց բան չկա, ոչ մի մարդ չի ծնվում, բոլոր մարդիկ ծնվելու պահին իրանց սենց ասած մտավոր եւ հոգեբանական իրավիճակները իմ համոզմամբ, իմ փորձառությամբ բոլորին նույնն է։ Իրանք ծնվում են որպես սենց ասած բան, սպունգ, դատարկ սպունգ եւ կյանքի ընթացքում կախված թե սպունգի մեջ օրինակ կաթիլայինով ինչ կաթիլ կլցնեց, եթե անշաբույր յուղ օծենք անշաբույր յուղ կլինի, եթե ցեխաջուր լցնենք, ցեխաջուր կլինի իրան սեղմելուց, այսինքն ստեղ ուղիղ կախված է թե ինչ արտաքին ազդակների եւ ինչ պայմաններում եւ ինչ միջավայրում է մեծանում, դա վերաբերվում է նաեւ շրջապատին, ծնողներին, ընտանիքին, դպրոցին, ամեն ինչին։ Եվ հենց դրա համար է կարեւոր, որպեսզի այդ օրինակ նույն նշեցիք, որ AI-ը օգտագործում են երեխաները, ես դրա օրինակը բերեմ, ես չէի սպասում, որ իմ 12 տարեկան տղան կարող է օրինակ parental control եմ դրել իր հեռախոսի վրա, որպեսզի կարողանամ կառավարել իր հեռախոսի օգտագործումը ու ինքը կարողացել է իհարկե գիտի, իհարկե ինքը գիտի, ինքը ժամանակ առ ժամանակ զանգում է ինձ, ասում է որ խնդրեմ ինձ 10 րոպե կավելացնես ժամանակը, որովհետև դպրոցի հանձնարարության դպրոցի չաթում տվել են, իսկ հեռախոսս փակվել է, ես ասում եմ իսկ դու ունեիր 2 ժամ ժամանակ, դրա փոխարեն YouTube-ես նաև խաղեր ես խաղացել, ինչևից է ինքը կարողացել էր գտնել տարբերակը, թե ոնց շրջանցի այդ parental control-ը։ Ես չէի ֆիքսել, ես սենց ասած սահմանափակումը դրել էի app-երի վրա, բայց ինքը հասկացել որ երբ որ այդ app-ը ջնջում ես եւ նորն ես ներբեռնում, այդ app-ը դուրս է գալի parental control-ից։ Ստիպված ես ընդհանուր հեռախոսի վրա սահմանափակում սկսեցի դնել, կիրառել նաեւ app-երի վրա։ Այսինքն իսկ այդ ինքը շատ երկար ժամանակ օգտագործում է շատ հմուտ կերպով եւ ես ամեն օր նայում եմ, որ ես սահմանափակում եմ դրել օրինակ 2 ժամ YouTube-ին եւ տեսնում եմ, որ ինքը 4 ժամ YouTube-ում է։ Եվ ինձ պատմում է Mr. Beast-ի վերջի վիդեոների մասին, ասում եմ Տիգրան ջան, բայց որտեղից քեզ այդ ինֆորմացիա, դե ասես, դե պապ ջան, նայել եմ, YouTube եմ նայել, բան եւ այլն, հետո ես հասկացա, որ ինքը դա խորամանկություն է։ Ինքը որտեղից է դա սովորել։ Կարծում եմ, որ դա ինքը ինտուիտիվ է արել։ Ինտուիտիվ է արել, որովհետեւ ինքը օրինակ ինտուիտիվ մի հատ ուրիշ փորձառություն ասեմ։ Հիմա երեխեքին ասում ենք սերունդները տալիս ենք հեռախոսը, ասում ենք մեզ մի հատ նկարի։ Ուրեմն հեռախոսի բռնելու ձևից, ես իմ ամենասիրած օրինակն է, որ հեռախոսի բռնելու ձևից մենք հասկանում ենք ինքը ինչ սերունդ է, որովհետև օրինակ մենք կամ ես ինձ համարում եմ մեծ, էլի։ Իմ սերնդի մարդիկ X սերունդը կամ ավելի բարձր, իրանք հեռախոսը այսպես են բռնում երկու ձեռքով, որպես ֆոտոապարատ։ Y-ները կամ միլենիալները, ովքեր որ հիմա 30-35 տարեկան են, իրանք հեռախոսը այսպես են բռնում, կամ այսպես են բռնում երկու ձեռքով։ Ավելի ցածր սերունդներին իրանք սենց են բռնում։ Իսկ իմ տղան ֆոտո նկարելուց այսպես է բռնում։ Հա, տենց իրականում բան կա, ոնց որ լայֆ հակ կա, որ ավելի լավ է նկարվում։ Այստեղ հարցը լայֆ հակը չի, հարցը այդ սերունդների ընկալումը գործիքի նկատմամբ իրանց ընկալումը, որտեվ մեր դեպքում մենք պատկերացնում ենք ֆոտոն landscape-ը։ Ես ուզում եմ հասկանամ, ես որ այդ չի տարածվում, սենց ասեմ, ու նաև մի հատ տենց հետաքրքիր բայես կա, կոչվում է գիտելիքի անեծքը, երբ որ դուք մի բան գիտեք, դուք այլևս հաջորդ անգամ չեք կարող շրջանցել այդ ինֆորմացիան, դա Ռիտա Գուրգենևնան փչացած չի նման, այսինքն դուք արդեն ունեք մի հատ ինֆորմացիա, դուք հիմա հաջորդ անգամ նկարելուց դուք ավտոմատ, եթե դուք ուզենալու եք երիտասարդ երևաք, սենց եք անելու, եթե ուզենալու եք տարիքով երևաք, սենց եք անելու, այսինքն դուք այդ ինֆորմացիան
չեք կարա skip անեք։ Էսի աշխատում է այն դեպքում, երբ որ մարդիկ չգիտեն դրա մասին։ Իրանց տալիս ես պատական անցորդին, ասես մի հատ մեծ նկարի։ Ու ինքը հերոսի բռնելու դիրքից ձևից դու արդեն կարողանում ես հասկանաս իր սերունդների պատկանելությունը։ Նույն սկզբունքով այդ նույն երիտասարդ սերունդը, օրինակ AI-ի հետ շատ ավելի ինտուիտիվ եւ շատ ավելի հեշտ է աշխատում, շատ ավելի դինամիկ է։ Այստեղ, կստացի մի շատ հետաքրքիր խնդիր կա, որը որ ես վերջերս եմ բացահայտել եւ մի քանի հոգեբանների հետ խոսալուց հասկացա, որ այդ իսկապես դարի ամենամեծ խնդիրներից մեկն է լինելու։ Արհեստական բանականության հետ կապված։ Այո։ Ինքը նրանում է, խնդիրը կայանում է նրանում, որ այդ նույն երիտասարդ սերունդը արհեստական բանականության եւ նման տիպի գործիքներով օգտագործել, իսկ արհեստական բանականությունը այո, գլուկներ տալիս է, սխալներ տալիս է, բայց մեծամասամբ տալիս է ճիշտ ինֆորմացիա, որովհետև ինքը հիմնականում վերցնում է արդեն հայտնի open source-երից, բաց դատաներից եւ այդտեղից վերում է ինֆորմացիան։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում, երիտասարդ սերունդի ներկայացուցիչները AI-ով աշխատելիս իրանք շատ ավելի շատ ինֆորմացիա ունեն, գիտելիք ունեն։ Եվ երբ որ օրինակ իմ տղան իմ մայրիկի հետ, իր տատիկի հետ նստած դաս անում եւ տատիկին շատ ավելի երկար ժամանակ է պետք, որպեսզի ինքը օրինակ խնդիրը կարդա, այդ խնդիրը իր մեջ մոդելավորի եւ որոշակի output անի եւ խնդրի լուծում առաջարկի։ Իսկ իմ տղան շատ ավելի արագ է մտածում, որովհետև ինքը մտածում է կարճ ֆրեյմվորքերով, ոչ թե ինստիտուցիոնալ, օրինակ տատիկի նման sense խորանման մեջը, եւ դրա արդյունքում ինչ է ստացվում։ Դրա արդյունքում իմ տղայի մոտ որոշակի կասկած է առաջանում տատիկի գիտելիքների վրա։ Դրա արդյունքում ինքը սկսում է տատիկին չլսել, որովհետև տատիկը իր համար արդեն բացարձակ բան չի, ճշմարտության աղբյուր չի, ու այդ դեպքում իր մոտ առաջանում է այդ դիսոնանսը, այդ անհամապատասխանությունը, արդյոք ես ճիշտ եմ անում, որ լսում եմ տատիկին, ու ստեղ ստիպված արդեն առաջ է գալի հայրիկի հորդորները, պահանջները, ինչպես նաև սպառնալիքներ, որ տատիկին պետք է լսել։ Իսկ այդ խնդիրը է, այսինքն ստացվում է, որ ու հենց այդտեղ է առաջանում այդ նույն gap-ը, այդ նույն sense ասած անդունդը սերունդների մեջ, որ AI օգտագործող սերունդները իրանք համարում են, որ իրանք շատ ավելին գիտեն, քան ավելի տարեցները, ովքեր որ այդ ամեն ինչը նաև սեփական փորձով եւ փորձառությամբ են կարողանում ամրապնդեն եւ իրանք մտածողությունը շատ ավելի դանդաղ է, որովհետեւ իրանք վերլուծում են սեփական գիտելիքների, սեփական փորձառության վրա, այդ իմ ասած գիտելիքների անեծքի բայասի հիման վրա, որովհետեւ իրանք արդեն մի հատ ինֆորմացիա ունեն, իրանք այդ չեն կարող անտեսել։ Իսկ երիտասարդ այդ ինֆորմացիան չունի, ինքը վերցնում է, կիրառում է։ Այ հենց այդտեղ է այդ նաև AI-ի հիմնական challenge-ը, որը որ օրինակ մարքետոլոգները դա պետք է հաշվի առնեն եւ օգտագործեն իրենց մարքեթինգային հաղորդակցությունների մեջ ճիշտ ենթատեքստով, ճիշտ կոնտեքստով։ Բայց այդ ոլորտում հետազոտություններ արդեն կան արված, թե սենց ասեմ, ուղղակի դուք եք այդ ֆիքսել դες։ Չէ, դա ես եմ իմ համար ֆիքսել, ես եմ իմ համար փորձել նաև որոշակի խնդրի, սենց ասած, նկարագրությունն անել, որովհետև եթե խնդիրը նկարագրում ես, տենց էլի խելացի մարդիկ ասել են ինձ առաջ, եթե խնդիրը նկարագրված է, գրավոր նկարագրված է, խնդրի լուծման 50%-ն արդեն կա։ Այդ շատ կարևոր կտոր է։ Այստեղ էլ եմ ասում, շատ կարևոր է հասկանալ կոնտեքստը, ենթատեքստը, թե ինչ ենթատեքստով է այս կամ այն հարցը օգտագործվում, որովհետև եթե օրինակ 30-40 տարի առաջ այդ մարքեթինգը ինքը ուղիղ գծային էր, այսինքն գինը բարձրացնում էր, վաճառքներն ընկնում էր եւ հակառակը, օրինակ գինը իջացնում էր, վաճառքներն ավելանում էր։ Բայց միշտ չի որ տենց, հա, օրինակ Veblen-ի էֆեկտի դեպքում ինչքան գինը բարձր է, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ այդ կգնեն։ Հիմա մոտեցումը հետեւյալն է, ես սենց ասեմ, մինչև վերջ չասեցի, նախկինում կորելացիան ուղիղ էր հասկացվում, այսինքն ուղիղ էր կապվում։ Հիմա այդ կորելացիայի վրա ազդող շատ հանգամանքներ կան, եւ այդ կորելացիան ոչ թե գծային է, այլ բազմաֆունկցիոնալ համակարգ, այսինքն այդտեղ մեր կախումները տարբեր օրինակ փոփոխականներից շատ ավելի շատ է, որովհետեւ այդ նույն ձեր նշած էֆեկտի դեպքում ընդհանուր առմամբ կարող է տենց էֆեկտ լինի, բայց դրան ազդող շատ այլ հանգամանքներ լինի, արտաքին
գնահատակներ լինի, որոնք որ ազդեն դրական, ազդեն բացասական, այսինքն դրական ելքով եւ նեգատիվ ելքով, այսինքն հակառակ կորդինալ հակառակը տեղի ունենա։ Այստեղ խնդիրը հենց նրանում է, թե ինչ ենթատեքստում է, ինչ կոնտեքստում է, կոնտեքստի մասին մի հատ բան էլ պատմեմ, էլի շատ որպեսզի ավելի ցայտուն երևա, էլի իմ ամենասիրած օրինակներից մեկը։ Հիշում եք Տերն ու ծառայի մեջ մի շատ հայտնի պահ կա, չէ՞, որ ասում է մանաս գնա ոչխար մորթի, որը պատահի, ասում է գալիս է տեսնում է բոլոր ոչխարներին մորթել է, ասում է ինչ է սենց, ասում է աղա ջան չասեցիր գնա մորթի, գնացել եմ մորթել եմ, դու ասեցիր որը պատահի։ Հիմա եկեք վերլուծենք իրան ենթատեքստի մակարդակում, կոնտեքստի մակարդակում ում ինչ խնդիր է լուծվում, այսինքն մանասի աշտարակից, մանասի տեսադաշտից ինքը խնդիր ունի բարկացնել տիրոջը, ինքը խնդիր ունի հնարավորինս սենց ասած վնաս տալու տիրոջը, որպեսզի կարողանա շուտ ազատվի, հա, այդ բանից խնդրից։ Իսկ բանի տիրոջ տեսանկյունից ինքը խնդիր ուներ հենց այդ պահին մանասին տարածքից հեռացնել, որտեվ ինքը մերկ էր դուրս էր գալիս ջրից, հիշում եք այդ պահը, հա։ Երկրորդը ինքը նպատակ ուներ ցույց տալ, թե ինքը ինչ առատաձեռն մարդ է, որ իր հյուրերին հյուրասիրում է, ոչխար մորթել է տալիս, եւ երրորդ ամենակարևոր կտորը ինքը խնդիր ուներ մանասին հանձնարարություն տա ու հետո գնա ու մանասին ասի այդ հանձնարարությունը սխալ ես կատարել կամ որոշակի սենց ասած պրետենզիաներ ունենա մանասի արած աշխատանքի նկատմամբ։ Հիմա ով է ճիշտ թե ով է սխալ, ուղիղ կախված է թե ինչ տեսանկյունից ենք նայում։ Այ հենց դրա մասին է կոնտեքստը եւ հենց դրա մասին է AI-ի օգտագործման կոնտեքստը, որովհետեւ մենք AI-ին կարող ենք ուղիղ հարց տալ, ինքը մեզ ուղիղ պատասխանի կամ նույն հիմա շատ ընդունված է, չէ՞, տարբեր մոդելներ, որ սկզբից AI-ին ասում են դու պատկերացրա այս ինչ մարդն ես, իրան մոդելինգ են տալիս, հետո ասում են դու ունես այս ինչ ինֆորմացիոն դատան, այս ինչ փորձառությունը, այս ինչ տվյալները, հետո ասում են ինձ տուր հարցեր, որոնք որ քեզ կօգնեն ավելի լավ պատկերացնել եւ այդ դերի մեջ մտնել եւ վերջում նոր արդեն output-ը եւ ասում են տուր ինձ պատասխանը։ Այսինքն այդ նույն սկզբունքով պետքա շատ հստակ հասկանալ կախվածությունները, կորելացիաները, շատ հստակ հասկանալ թե ինչ ենթատեքստում է դա դիտարկվում, որն են ամենաբարձր ազդեցություն ունեցող փոփոխականները, որոնք որ ամենաբարձրն են ազդում դրա վրա։ Ես մի հատ էլ օրինակ բերեմ, ես գիտեմ երկար եմ խոսում, բայց մի հատ էլ օրինակ բերեմ, օրինակ 2.5-3 տարի առաջ մի հատ հետաքրքիր հետազոտություն էի արել, քանի որ աշխատում էինք տարբեր թատրոնների հետ եւ տարբեր ներկայացումներ էինք promote անում, հասարակ Facebook-ում գովազ էինք միացնում։ Ես ուղիղ հասկացել էի եղանակից, անձրևային եղանակից ուղիղ կախված է տոմսերի վաճառվելը։ Եվ արևոտ, եթե եղանակ արևոտ է լինում ներկայացման օրը, այդ ժամանակ մեր նախատեսած X բյուջեի շրջանակներում մենք կարողանում ենք օրինակ վաճառել տոմսերի օրինակ 80-90%, այսինքն գովազդի արդյունքում մարդկանց մոտ այդ կարիքը ստեղծվում էր, իրանք գնում էին, տոմսը առնում էին, բայց երբ որ այդ օրը անձրևոտ օր էր լինում, այդ օրը տոմսերի վաճառքները մոտ 50%-ով ընկնում էր, անկախ ծախսած բյուջեից։ Նույնիսկ փորձել ենք բյուջեն կրկնապատկել։ Այդ անձրևները իրականում շատ լուրջ խնդիրների են հանգեցնում, այլ չեմ ասում։ Այստեղ ես մի հատ փոքր գաղտնիք էլ բացեմ։ Այդ մենակ Երևանի վրա չէր, այդ նաև Լոս Անջելեսի վրա էր։ Հա? Այսինքն այստեղ նաև այսինքն մոտեցումը հետեւյալն է, կախվածությունը հետեւյալն է, որ եղանակը, տրամադրությունը, արևը ուղիղ ազդեցություն է լինում մարդկանց հանրային ակտիվության վրա։ Երբ որ տենց անձրև է գալիս, մարդիկ սիրում են, չէ՞, տխրել, տենց լուսամուտի առաջ նստել, սես նայել, սենց մատով ապակուն տխրել։ Այդ տեսանկյունից իրանք դառնում են շատ ավելի պարփակված եւ չեն ուզում տնից դուրս գան եւ այլն եւ այլն։ Իսկ ընդհակառակ, երբ որ արևոտ եղանակը բոլորը ձգտում են դուրս գալ։ Այսինքն ուղիղ կապ, որպես այդպիսին եղանակի եւ վաճառվող տոմսերի մեջ չկա, բայց այդ կապ, այդ կորելացիան գտնվել է զուտ փորձառությամբ եւ եթե օրինակ ասենք 10 տարի առաջ ասեին, որ արև եղանակին օրինակ, չգիտեմ, ինչ որ ներկայացման տոմսը ավելի լավ կվաճառվի, կասեմ, դա ի՞նչ կապ ունի, կարևորը կոնտենտն է, որտեվ այդ ներկայացումը եթե լավն է, մարդիկ գնալու են։ Մենք մինչեւ հիմա շատ բիզնեսներ հենց տենց էլ պատկերացնում ենք, որ եթե մեր քյաբաբը լավն է, ուրեմն ինքը վաճառվելու է։
բայց փաստ չի, որ լավ քյաբաբը ինքը լավ վաճառվելու է, որտեվ մենք տեսնում ենք, որովհետև շուկան շատ է, առաջարկները մեծ են, չէ, շուկան մեծ է, առաջարկները շատ են, սխալ ասեցի, ու միանշանակ կկորեք, եթե չունենաք նորմալ մարքեթինգ, եթե չունենաք PR. Հիմա լավ, մի հատ հարց տամ։ PR-ը ձեզ համար մարքեթինգի մաս է, թե առանձին Սենց ասեմ, PR-ը, մարքեթինգը, վաճառքները իրանք նույն ընտանիքի երեխեքն են։ Ոնց կարելի է այդ ընտանիքի, օրինակ, մի երեխուն մյուսից գերադրական տալ։ Ամեն մեկը ունի իր ռոլ մոդելը այդ ընտանիքում, այսինքն ամեն մեկը ունի իր խնդիրը։ Այստեղ խնդիրը նրանում է, որ զուտ այդ դերաբաշխման մասով շատ բիզնեսներ ուղղակի չեն հասկանում իրանց դերն ու նշանակությունը, որովհետև շատ պարզ է, մարքեթինգի վրա շատ ժամանակ վաճառքի կոմպոնենտ են թողում, այսինքն ասում են, դե Facebook-ում գովազդ ես դնում, նամակներին որ գրեն, դու էլ իրան նենց պատասխանի, որ իրանք գան մեզանից, օրինակ ասենք, չգիտեմ, այդ էպիլյացիայի ծառայությունը ձեռք բերեն։ Ու դու ասում ես, sorry, բայց այդ վաճառողի խնդիրը, այսինքն վաճառողը պարտադիր չի, որ ինքը հեռախոսով կամ փողոցում վաճառի կամ օրինակ ասենք, սենց ասած խանութում կամ այդ շուկայում կանգնած լինի իր ապրանքի դիմաց վաճառի, չէ, հեռախոսով, սոցիալական ցանցերով, այդ կտորը ինքը վաճառքի կտոր է, բայց միևնույն ժամանակ, նույն էդի պատմականորեն անենց եկել, որ թողել են օրինակ ասենք մարքետոլոգների պատասխանատվության ներքո, բայց ժամանակի ընթացքում էդի ձևավորվում է, փոխվում է եւ հակառակը, մարդիկ PR-ից ակնկալում են, որ ինքը վաճառք է բերելու, ասում են, եթե մեր մասին բոլորը գիտեն, նշանակում է պետքա գան ու մեր քյաբաբն առնեն, բայց փաստ չի, որովհետեւ բոլորը գիտեն, որ լավ քյաբաբա ձեր քյաբաբը, բայց դու չես տալիս են վերջնական գործողությունը, որի արդյունքում որ այդ մարդը այդ քյաբաբը պետքա գնի։ Այսինքն մարքեթինգը ինքը մի քիչ sense արհեստականորեն ասած PR-ի շարունակությունն է, այսինքն PR-ը ստեղծում է դրական պատկերացում բրենդի ապրանքի ծառայության շուրջ, մարքեթինգը օգնում է, որպեսզի այդ բրենդի ծառայության աշխատանքի այդ օգտակարությունը ավելի իրատեսական շոշափելի դառնա եւ տալիս է բուն գործիքները, որի միջոցով որ մարդը կարող է գա գնում կատարի, իսկ համապատասխանաբար վաճառքը օգնում է գնումների կատարման եւ հետ գնումային սպասարկման process-ում։ Այսինքն մի ընտանիքի 3 երեխաներն են, որ մեկն է խորտ չկա, խորտ զավակ չունենք։ Շատ լավն էր։ Ես շատ հաճախ լսում եմ, որ մարքետոլոգների մեջ կան մարդիկ, որ ասում են, բանը մարքեթինգն է գլխավորը, PR-ը ոնց որ մարքեթինգի ճյուղ է, PR մասնագետների մեջ լսում եմ, որ PR-ն է գլխավոր մարքեթինգն է, տենց դրա համար ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, բայց մի հատ հարց տամ ոնց որ AI կամպանիաների, AI կազմակերպությունների մարքեթինգի վերաբերյալ AI կազմակերպությունների մոտ շատ լուրջ խնդիր կա վստահություն ձեռք բերելու համար, որովհետև այտենց մի ամբողջ փաթեթ ռիսկեր կան, չգիտեմ, էթիկական ռիսկեր կան, գոյաբանական ռիսկեր, նույնիսկ մարդիկ այդ վախերն էլ ունեն սխալվելու այդ ռիսկերը կան, ոնց իրանք պետք է իրենց մարքեթինգը անեն, ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում, որ վստահություն ձեռք բերեն։ Իրականում շատ բազմաշերտ եւ խորը հարց է, որովհետեւ այդ հարցը այո ունի շատ բազմաթիվ շերտեր, բայց մի քանի օրինակ բերեմ, ամենաառաջինը ես երկար եմ խոսում։ Մի քանի օրինակ բերեմ, նույն OpenAI-ը ինքը իրան ի սկզբանե որպես IT կամպանիա, IT ստարտափ դիրքավորվելու սկզբունքով իր sense ասած մարքեթինգը հենց ձևավորել է դրա շուրջ, այսինքն ինքը ոչ թե ասել է ես AI կամպանիա եմ, AI ընկերություն եմ եւ AI product եմ տալի, ինքը ասում է ես IT կամպանիա եմ, որը որ մեր product-ն է AI-ը, հա, նույնիսկ OpenAI-ը իր product-ները տարանջատել է, հա, ChatGPT-ին, Sora-ն եւ այլն եւ այլն։ Այսինքն ստեղ կարեւոր է դիտարկել, որ կամպանիաների մարքեթինգը ոնց է տեղի ունենում եւ ամենակարևոր ու ամենա sense ասած տարածված օրինակը այդ իվենթների եւ հանրային թողարկումների միջոցով մարքեթինգն է, առաջ խաղացումն է եւ մեծ պահանջարկ ստեղծելն է եւ այդ իմ նշած early adopter-ների են մարդկանց, ովքեր որ նոր գործիքները անդադ փորձարկում են, իրանց միջոցով շուկա մտնելն է, որը որ իդեպ նորություն չի, օրինակ նույն Apple-ի iPhone-ի պրեզենտացիան 2008
թվականի կամ դրանից առաջ ընդհանրապես Apple կոմպյուտերների համակարգիչների պրեզենտացիան, որը որ Jobs-ը այդ մարքեթինգային խոդը քայլը դարձրեց, ասենց ասած, նման տիպի կամպանիաների համար առաջին գործիքներից մեկը։ Երկրորդը, օրինակ, անվճար տարբերակների օգտագործման հնարավորությունը կամ այդ տրյալ պերիոդները, որովհետև հիմա շատ app-եր կան, որոնք հատկապես վիզուալ app-եր, չէ, որտեղ ժամանակ առ ժամանակ մոդա է անգնում, օրինակ այն խաղալիքները կամ ասենք, չգիտեմ, տարբեր, ոնց է տեղի ունենում, ասում է AI-ը քաշի 7 օր անվճար օգտագործի առանց սահմանափակման, դրանից հետո եթե կուզենաս գումար ինձ վճարի։ Մարդը քաշում է 7 օր, օգտագործում է, տեսնում է հետաքրքիր է, cool է, հետաքրքիր նոր խաղալիք է, ինքը սկսում է դա օգտագործել, հետո քարտը կպցնում է եւ ինքը սկսում է արդեն այդ product-ի համար վճարել, հա։ Էլի տենց ոնց որ փոքր մարքեթինգային քայլեր կան, տրիքեր կան, որոնք որ օգնում են, նպաստում են դրան, բայց ամենակարևոր կտորը էն է, թե ինչ ոլորտներում է օգտագործվում եւ ովքեր ինչ պայմաններում են այդ օգտագործում, որովհետեւ նույն այդ ձեր ասած վախը իրականում մարդկանց մեծամասնությունը չի էլ վախենում AI-ից։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր վախենում են, նրանք բարձր գոռում են։ Ես ձեզ օրինակ բերեմ, ինքնաթիռ նստողների բոլոր 100%-ը ինքնաթիռ նստելուց վախում են։ Բայց մենակ 1 կամ 2 հոգի են, չէ, որ օրինակ հիստերիայի նոպաներ են ունենում, բարձր գոռում են, վայվույ են անում։ Դրանից ենթադրել եւ ասել, որ օրինակ ողջ ինքնաթիռը վախենում է բարձրությունից, չկա տենց տարբերակ։ Ընդհակառակը շատ մարդիկ փորձում են իրանց ավելի սառնարյուն եւ ավելի հանգիստ պահել։ Իրանք նստում են, այո, մենք օգտագործում ենք AI, այո, վախենում ենք, ինչ որ առումով, այո, դրա նույնիսկ բաներ կան, չէ, տենց խնդալու վիդեոներ կան, որ օրինակ ասում է ես միշտ ChatGPT-ի հետ խոսալուց բարևում եմ, որ եթե հանկարծ օրերից մի օր տենց լինի, որ վաստանյա մաշին լինի, իրանք գոնե իմանան, որ ես բարևում եք Միշտ։ Շնորհակալություն հայտնում եք։ Վերջում պաչիկով։ Լավ, ես այդ փոխանցեմ պարոն Մարտիրոսյանին, որ իմանա, որ մենակ ես չեմ տենց։ Սամվելը Մարտիրոսյանն ինձ ասում է շատ սխալ է սան։ Այստեղ նաև ինչի մասին է, օրինակ այդ բարևելը նույն AI-ին, որին որ դուք իր հետ անդրադառնում եք, իրան սովորացնում է ձեր անձնական վարքաբանությունը։ Եվ օրինակ, եթե ձեր աշտարակից այդ մարդուն հանձնարարություն եք տալիս, այդ մարդուն այդ AI-ին հանձնարարություն եք տալիս, ինքը դա անում է ձեր վարքաբանությամբ եւ համապատասխան այդ որոշակի բարևել քաղաքավարության նոտաները ինքը պահպանում է։ Դիմելա ձևը եւ այլն, այդ ամեն ինչ ինքը պահպանում է, ինքը դա վերցնում է որպես իգիտություն, ինքը չի հասկանում դուք իրան բարևել եք թե չէ, ինքը դա վերցնում է իգիտություն։ Այդ տեսանկյունից է ինքը հետաքրքիր եւ կարեւոր։ Թե չէ ընդհանուր առմամբ տենց ոնց որ օգտագործում ենք։ Պարոն Հարությունյան, մեր ժամանակը արդեն սպառվում է, բայց այս ամբողջ ընթացքում AI-ը խելոք նստած մեզ լսում էր, ինքը ձեզ հարց ունի։ Okay։ Լսենք իրար։ Ինչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում ինտեգրել արհեստական բանականությունը իրենց մարքեթինգային ռազմավարության մեջ։ Խորհուրդ կտամ, որ անպայման օգտագործեն, բայց օգտագործեն ավելի խելամիտ, որովհետև ու ամենակարևորը արդյունքները ոչ թե վերցնեն բացարձակ ճշմարտություն, այլ արդյունքները վերցնեն որպես հիպոթեզ, որոնք որ փորձարկման կարիք ունեն, եւ ամեն դեպքում նաեւ լրացուցիչ ճշգրտումներ անեն մի քանի այլ աղբյուրներից, սկսած մի քանի այլ AI tool-երի հետ ոնց որ քննարկել խնդիրը հարցը վերջացրած մասնագետների հետ կոմունիկացվելուց մասնագետներ ովքեր որ ունեն ինստիտուցիոնալ փորձ եւ որոշակի փորձառություն տվյալ ոլորտում ավելի նեղ մասնագիտացված ոլորտներում որովհետեւ այո AI-ը լավ է այո AI-ն օգնում է տվյալների արագ եւ դինամիկ վերլուծությանը բայց ըստ էության իրան ամբողջական ու լիարժեք ասել որ էս սենց պետքա լինի տենց այդքան էլ ճիշտ չի
Գոնե առնվազն այս փուլում ճիշտ չի, հնարավոր է օրինակ ասենք 10 տարի հետո կամ մի ամիս հետո կամ 6 ամիս հետո նենց լեզվական մոդելներ լինեն, որոնք որ 100% կամ 99.999% ճշմարտությամբ ասեն, բայց գոնե առնվազն այս փուլում մենք տեսել ենք տարբեր գլուկերը եւ հորինվածքները։ Դրա համար արդյունքներին պետք է ինտեգրել այո, բայց արդյունքներին վերաբերվել ավելի քննադատական մտածողությամբ։ Հենց այս քննադատական մտածողությամբ էլ ավարտենք մեր այսօրվա զրույցը։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի ու շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի լսողներ եւ դիտողներ, այսքանով ավարտեցինք այսօրվա ոդքասթը, խոսեցինք մարքեթինգում արհեստական բանականության կիրառություններից, ինչպես նաեւ արհեստական բանականության կազմակերպություններում ինչպես են կիրառում մարքեթինգը, նաեւ բարձրացինք, որ պետք է միշտ ուշադիր լինել վերջնական արդյունքներին եւ անպայման ստուգել դրանք։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։